Գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը գրում է. Դարձի եկեք բոլորդ, մենք չենք սիրում մեր հայրենիքը, մենք սիրում ենք մեր գրպաններն ու կեղծ հեղինակությունները։ 44-օրյա պատերազմի 5-րդ տարին է, նայում եմ այդ տարիներին Իրանի կողմից ստեղծված ռազմական հզորությանն ու պապանձվում։ 5 տարի փոխանակ Հայաստանի լեռները ռազմաբազաների վերածեինք, փոխանակ թշնամու կողմից բռնագրավված Հայաստանի սուվերեն տարածքները հետ վերցնեինք, Հայաստանը դարձնեինք բերդ ու ամրոց, ամեն գնով պահեինք Արցախը, զարգացնեինք Հայաստանի տնտեսությունը, հային չտեսնեինք Բաքվի բերդերում ստորացված, փոխանակ Հայաստան սփյուռք մեկ բռունցք դարձած Հայաստանի արժանապատվությունը, դանկոյի սիրտ դարձրած մեր չքնախ երկիրը անխոցելի դարձնեինք։ Կարող եմ շարունակել, բայց ոչ, կանգ առնեմ եւ ասեմ. մենք չենք սիրում մեր հայրենիքը։ Մենք սիրում ենք մեր գրպաններն ու կեղծ հեղինակությունները։ 5-6 տարի շարունակ նույն սալի վրա նույն օդն է ծեծվում։ Դավաճաններ, թալանչիներ, գողեր, ավազակներ, անբարոյականներ, գեյեր, թմրամոլներ, երկրի հարստությունը օտարին բաշխողներ, գործակալներ, հետո ազգային ժողովում 1 կամ 2 դերասանի չսիրված թատրոն եւ ժողովրդի հավատի վրա մի թղթե վարակույր խաղաղության դրոշմանիշով։ Բա եղավ, այն եղած լավն էլ արժե զրկվում եւ դառնում է արտագաղթի ճամպրուկ։ Սևակն ասում էր. ինչ լինում է, թող որ լինի միանգամից։ Այո, միանգամից ուժ գտեք ձեր մեջ եւ հայտարարեք, որ վաղվանից Հայաստանը խավարից լույս է մտնելու։ Համարձակ կասեք, որ ժողովուրդն ու ազգը գտնեն իրենց կորցրած հավատն ու դարձի գան։ Հույս ունեմ զտարյուն հայեր դեռ մնացել են։ Երևանի ողբն ու ձենովոհանի պակասը։ Երևանը հետ վերադարձնող տղայի ադրբեջաներեն ուղերձ է իր ընկերներին, նույնպես մտնում է հայերիս բարոյահոգեբանական ճնշումների ենթարկելու թուրքական ծրագրերի շարքը։ Չպետք է թույլ տալ, սա կոտրում է մեր պայքարի ոգին, ջուր լցնում թշնամու ջրաղացին։ Նյութը չեմ տեղադրում, որ չուրախացնեմ ազերիներին։ Փաստորեն ադրբեջանցիները մեր հրապարակներից ադրբեջաներեն ազատ ուղերձներ են հղում։ Եթե խորհրդային տարիների եղբայրությունը լիներ, ով բան կասեր։ Ինչ խոսք, այդ լամուկը չէր համարձակվի այն օրերին հայտարարել, որ Երևանը իրենցն է։ Եթե նման քայլ կատարեր, անվտանգությունը տեղում թևերը կոլորեր։ Հարց եմ տալիս, որևէ հայ կարող է այսօր Բաքվի կենտրոնական հրապարակից հայերեն ուղերձ հղել Երևան կամ ասենք Հայաստան երգը երգել։ Ինչ է կատարվում։ Ընդարմացել ենք, թե բաքունցի ալպիական մանուշակի բզեզի օրն ենք ընկել։ Այսքան էլ խորքուն մտնել կլիներ, որ մենք ենք մտել։ Բա մի ձենով ոհան չլիներ, 40 գազխոր հորից Սասնա Դավթին վեր հաներ։ Որքան կարելի է։ Ուր է պատվավոր հայի արժանապատվությունը։ Թափ տվեք Ալիևի շախ տված փոշին։ Հայեր, դուք ձեզ մի այպանեք, մի վատաբանեք, վատաբանողներ շատ կան։ Մի կասկածեք ձեր դիմադրության ուժին, ավելորդ չճշտված լուրերով ժողովրդի մեջ տագնապ մի գցեք։ Դիրքերում գտնվող զինվորը շատ ամուր է կանգնած։ Նրան թև տվեք, նրան ուժեղ թիկունք է անհրաժեշտ։ Թիկունքը թշնամու բերանն ընկած շաքար մի դարձրեք, նա հենց դրան է սպասում, մեր դիմադրությանը հարվածելու համար։ Մեր բանակը հզոր է եւ կազմակերպված։ 2020 թվականի նման ցիրուցան չէ։ Ալիևը էսկալացիայի կգնա այն ժամանակ, երբ կստանա Իսրայելի եւ իր դաշնակիցների հրահանգը։ Կհարցակվի, կստանա արժանին։ Բավական է նապաստակը առյուծի դեմ իր ուռճացրած մկանները ցուցադրի։ Ուր է պատվավոր հայի արժանապատվությունը։ Թափ տվեք Ալիևի շախ տված փոշին։ Հայեր, ազգակիցներ, վերջ տվեք իրար վարկաբեկելուն, ստորացուցիչ փաստերով միմյանց նսեմացնելուն, տեղի անտեղի իրար վրա ցեղ շպրտելուն։ Ցավոք այն վիրուսի նման տարածվել է հայ հասարակության ներսում, տարածելով ատելություն եւ որոմ, սպանություններ եւ անբարո բարքեր։ Չեք նայում, չեք տեսնում, չեք ուզում տեսնել, որ ընտանիքներից այս բարոյազուրկ հիվանդությունը արդեն դպրոց ու բանակ է մտնում, խարխլելով հայի ինքնությունն ու պաշտպանվածությունը։ Որքան վատն ասենք, վատն ենք լսելու։ Բումերանգը լավ եւ վատ չի նայում։ Անուղելի է անձը, տասնյակ իրավապահ մարմիններ կան։ Հիշեք, բոլորս միասին ձևավորում ենք հայոց ազգ հավաքական ուժը։ Զսպեք ատելության եւ նախանձի կրքերը,
Ձեզ ուժ ու ոգի ներարկեք այն լուսավոր ու ազնվահոգի հայերով, ովքեր եղել են անցյալում, ապրում են այսօր մեր կողքին, զուսպ ու աննկատ, ովքեր կլինեն վաղը։ Բարձրացիր, բարձրացրու, ասում է հնագույն իմաստնությունը։ Մերն են հայոց ազգն ու նրա զավակները։ Վեր բարձրացնենք այս հրաշալի ազգի զավակներին, թույլ չտալով, որ արտաքին ու ներքին գործակալները սպանեն ազգի ոգին եւ հպարտությունը, նրա անբավ հարստությանը տիրելու ծրագրերով։ Ազգովի շտկենք մեզ, մարդկության այս բացառիկ տեսակը անբասիր եւ իրեն վայել պահելու համար։ Պաշտոնն էլ է ժամանակավոր, փողն էլ, մնայունը հավերժությունն է։ Պատվով անցնենք։ Սիրված հայրենիներ, դուք ունեք մեկ նպատակ՝ հայրենիքի փրկություն։ Չհաշված Ալիևի ամենօրյա բարոյահոգեբանական ճնշումները, գիտեք, որ նաև դրսից առատորեն ներմուծվող օտար գործակալները, ովքեր հատուկ պատրաստվածությամբ են սողում մեր երկրից ներս, նրա բացառիկ հանքանյութերով հարուստ լեռներին եւ միջազգային ճանապարհ հանդիսացող մեր կենսատարածքին տիրելու նպատակով, առաջին հերթին բարոյազրկում են հասարակությունը, թուլացնելով երկրի դիմադրության եւ պայքարի ուժը։ Խնդրանքս է ձեզ, հայրենիներ, թույլ մի տվեք, որ սիրալիրությամբ ձեզ մոտեցած հատուկ նպատակային գործակալներ ձեր մեջ պառակտություն եւ անվստահություն առաջացնեն։ Մեկըդ մյուսի նկատմամբ երկրի հողից վերջին ազգային կենաց ծառը արմատահան անելու թշնամական մարդավորսությամբ։ Հայրենիք պահող եւ նրա համար ինքնազոհողության դուր գնացող հայրենապաշտներից մերանը միայն հայրենիքի կայունությունն ու պաշտպանվածությունն է։ Ուստի դուք հերվից անգամ պետք է զգաք, որ դիմացինդ ինքդ ես, որ կաս։ Թույլ չտալով թեկուս հեռավորության վրա ձեզ բաժանեն, որովհետև այդ դուք եք վտանգի պահին իրար հետ պատնեշ կազմելու թշնամու դեմ։ Այս աշխարհաքաղաքական քաոսի դժվարին պայմաններում միայն ուժեղ կամքն ու հայրենիքի սերը բավական է, որը դուք ունեք, որպեսզի չհավատաք ձեզ իրարից բաժանող բամբասանքներին եւ սեփ խրեք ձեր միասնության մեջ, ինչի վրա դեռ 90-ականներից եւ նրանից առաջ էլ աշխատել եւ աշխատում է ջհուդական սադիզմը, անտարբեր սպանելով մարդկության ծաղիկները։ Չարենցը հզոր բանաստեղծ էր։ Մի արհամարեք նրա միասնության պատվիրանը։ Արիներին սազական չէ թուլությունը, նրանք ինքնավստահ են իրենց արժեքների մեջ։ Պատվարժան որդիներ։